Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի 8-րդ դրույթը։ Հասանելի սնունդ եւ ծրագիր։ Այն սահմանում է, որ դուք կարող եք ազատ տնօրինել ձեր օրվա ռեժիմը եւ սնունդ ընդունել այն ժամանակ, երբ դա ձեզ պետք է։ Տեսնենք, թե ինչպես արվեստի մի գլուխգործոց, Volkswagen ավտոբուս եւ ռամենով լի պահարանն օգնեցին Sunny Oaks-ի բնակիչներին հասցնել իրենց բոլոր գործերը։ Բարի լույս, ով է ցանկանում weekend-ին bowling խաղալ։ Մենք։ Հրաշալի է։ Իմ սուրճի ժամն է։ Ինչ պատահեց քեզ։ Ախր դու bowling շատ ես սիրում։ Այո, այդպես էլ կա, բայց իմ թիմը շաբաթօրը պատրաստվում է խաղալ։ Ես ձեզ հասկանում եմ։ Պարզապես ես էլ շաբաթօրը հրավիրված եմ Baskin Robbins-ի չեմպիոնների նախաճաշին։ Ձեզ մխիթարեմ, իմ արդ ներկայացումը շաբաթօրն է, իսկ ես դեռ չեմ ավարտել իմ հիմնական կտավը։ Քո սենյակի դատարկ կտավը։ Հեյ, ես ստեղծագործական ճգնաժամի մեջ եմ։ Ասենք Նովային։ Ինձ ինչ ասեք։ Ոչ ոք չի ուզում գնալ բոուլինգի։ Ինչ։ Սթիվենն ուզում է սոֆթբոլ խաղալ, Մայան նախաճաշել, Լորենցոն էլ ստեղծագործական ճգնաժամի մեջ է։ Իսկ դա ճիշտ է։ Ոչ այնքան։ Լավ, ես կարող եմ չեղարկել bowling-ը։ Էլ ինչ անեմ, որ օգնեմ ձեզ։ Կարող ես ինձ օգնել, որ կտավը ցուցահանդես տեղափոխենք։ Հենց դրա համար է մեր ամենագնացը։ Իսկ ինձ դաշտ կտանեք։ Իհարկե, լիքը տեղ կա։ Ինձ էլ կարող եք տանել։ Իհարկե, իսկ դու Դեքստեր, շաբաթօրն ինչ պլաններ ունես։ Ոչ բոուլինգի։ Ինչ պատահեց։ Դու լավ ես։ Հիշում ես ասացի, որ պետք է ամենագնացի յուղը փոխել։ Այո։ Մենք չենք փոխել ամենագնացի յուղը։ Հեյ, քույրիկս։ Ինչ է եղել։ Նույնիսկ հեռախոսով է երևում քո մռայլ աուրան։ Ես փորձեցի այս շաբաթ բոլորին bowling-ի հրավիրել, բայց պարզվեց, որ ամեն մեկն իր գործն ունի։ Վաու, ամեն մեկն ունի իր սեփական անելիքը։ Հիանալի է։ Այո, հրաշալի է։ Ես խոստացա բոլորին տեղ հասցնել, բայց պարզվեց ամենագնացը փչացել է եւ ես հիմա չգիտեմ ինչ անել։ Երբեմն այնքան ենք տարվում օգնելու ցանկությամբ, որ մոռանում ենք, դիմացինն ինքն էլ կարող է իրեն օգնել, եւ իրեն օգնելով օգնում է մեզ, որ օգնենք նրան։ Հասկացա։ Ուրեմն նրանք կարող են նաեւ ինքնուրույն գլուխ անել։ Ճիշտ այդպես։ Լավ, ամենագնացը մի ամսով շարքից դուրս է եկել։ Մենք պետք է այլ մեքենա գտնենք։ 33 րոպեից իմ ճաշի ժամն է, իսկ մենք ուտելու ոչինչ չունենք։ Ոչինչ։ Միասին մի բան կմտածենք։ Ճիշտ այդպես։ Այս առաքելությունը շատ կարևոր է, ձախողել չի կարելի։ Պետք է քարտեզ կազմենք, սնունդը, մարդկանց եւ Լորենցոյի կտավը տեղափոխելու համար։ Ինձ խաղողի հյութ տուր։ Մենք պետք է փրկենք գալակտիկան։ Պետք է կազմենք ժամանակացույց, որը բոլորին հարմար կլինի։ Լանթերմանն ասում է, ժամանակի ու տարածության հարցը լուծելու համար պետք է տարածություն տաս քո ժամանակին։ Օգտագործենք նեապոլիտանական տեխնիկա։ Շագանակագույնը Լորենցոյի կտավը ցուցահանդես հասցնելն է, սպիտակը քեզ մարզադաշտ տանելը։ Իսկ վարդագույնը։ Ելակ։ Հիանալի է։ Ծրագիրն արդեն ձևավորվում է։ Սա իմ թիմակիցն է։ Նա ինձ կարող է տանել։ Հենց նոր Վենուսին գրեցի, որ իմ հիմնական կտավը ցուցահանդես հասցնելուց հետո էլ քեզ դաշտից վերցնի։ Խնդրեմ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Լորենցո, քո տիեզերական փոխադրամիջոցը եկավ։ Սրանք կատարելության 31 երանգներն են։ Դա հոմրան է։ Ընկերներ, դուք պատասխանատու գործ արեցիք։ Եկեք ամեն ամիս անենք։ Լավ միտք է։ Գիտեք, երևի մի լավ միտք էլ ինձ է պետք ցուցահանդեսից գլխավոր կտավի համար։ Հիանալի է։ Ես ուտել եմ ուզում։ Լավ, հետևիր ինձ։ Սա ընդունելի է։ Սա բլարկ արվեստի գործ է։ Սա իրոք բլարկ արվեստի գործ է։
Սանեոքսի բնակիչներն են որոշում ինչպես անցկացնել իրենց ժամանակը։ Նովան լսեց խորհուրդը եւ բոլորը հասցրեցին իրենց գործերը։ Այցելեցին նաեւ Լորենցոյի ցուցահանդես եւ ամենակարևորը Դեքստերը ճաշեց։ Դու ազատ ես տնօրինելու եւ վերահսկելու քո ծրագրերն ու գործերը, նաեւ ճաշել երբ ցանկանաս։ Հիշիր, քեզ օգնող թիմը ձգտում է ամբողջովին կենտրոնանալ անձի վրա, եւ կենտրոնում գտնվող այդ անձը հենց դու ես։